Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1163-րդ օրն է։ Հինգշաբթի է, նորից կարճ եթեր կներկայացնեմ ձեզ մի քանի կարևոր թեմաներով եւ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին կխոսենք։ Նախքան մեր եթերի հիմնական թեմաներին անցնելը ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ակտիվ լայքերի, խրախուսող մեկնաբանությունների եւ մեր հաղորդումները սոցիալական ցանցերում տարածելու համար։ Շնորհակալ եմ ձեզ, մեծ աջակցություն եք ցուցաբերում։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ օգտվել YouTube-ի նշված գործիքներից, որոնք օգնում են մեր եթերը տարածելուն։ Լայքերը, մեկնաբանությունները եւ սոցիալական ցանցերում տարածելը YouTube-ի ալգորիթմի համար են, գիտեք, ինձանով լիներ ես ձեզ չէի անհանգստացնի։ Անցնենք առաջնագծի լուրերին, մարտերի թիվը կրկին ավելացել է, անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 196 ռազմական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 14 շրջանների, որտեղ կենտրոնացած էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ռուս օկուպանտները ամենաակտիվորեն հարձակվում են Պոկրովսկի եւ Լիմանի ուղղություններով։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են իրենց գործողությունները Ռուսաստանի Կուրսկի մարզում։ Վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցել 21 զինված բախում։ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում նոր ճեղքում են իրականացրել նոր ուղղությունից։ Նշվում է, որ ուկրաինական զորքերը վերջերս առաջխաղացում են կատարել Կուրսկի մարզի լրիվ նոր ուղղությունից։ Ապրիլի 26-ին հրապարակված գեոլոկացիոն դիրքի կադրերը ցույց են տալիս, որ ուկրաինական ուժերը վերջերս առաջ են շարժվել Կուչերևոյից դեպի հարավ-արևմուտք, սա Սուջա քաղաքից հարավ է։ Ուշագրավ է, որ ուկրաինական լրատվամիջոցները այս մասին չէին հաղորդել ամսի 26-ից մինչ այսօր, մինչև պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը իր զեկույցում չնշեց դա։ Ռազմական գործողություններ են տեղի ունենում նաև Բելգրադի մարզում։ 24 ժամվա ընթացքում հակառակորդից գնահատված կորուստները ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմել են 1230 ռուս զավթիչ եւ ավելի քան 300 միավոր զինտեխնիկա, ավելի ստույգ 313 միավոր, որոնց մեջ 3 տանկ, 11 զրահամեքենա եւ 46 հրետանային համակարգ, մնացածը ավտոմոբիլային տրանսպորտն ու դրոններն են։ Հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի կազմում է 953190 զավթիչ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է նաև, որ Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական բանակի կենթանի ուժի կորուստները 1 տարվա եւ 4 ամսվա ընթացքում, այսինքն ամբողջ 24 թվականի եւ 25 թվականի այս անցած 4 ամիսների ընթացքում կազմել են 591950 զավթիչ։ Սա 1.5 անգամ ավելի է, քան 2022-ի փետրվարից մինչև 23 թվականի դեկտեմբերը։ Սիրսկու խոսքով Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են ոչնչացնել ռուս զավթիչներին, մոտեցնելով արդար խաղաղությունը Ուկրաինային։ Սիրսկին շնորհակալություն հայտնեց զինվորներին անսասանության եւ արդյունավետ մարտական աշխատանքի համար։ Սիրսկին հավելեց նաեւ, որ անցած ամիս ապրիլին ուկրաինական բանակը վերականգնել է 115 դիրք։ Վերականգնել նշանակում է ետը գրավել մեր կողմից։ Ապրիլի 30-ի երեկոյից ի վեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 5 Իսկանդեր M բալիստիկ հրթիռներով եւ 170 հարձակողական դրոններով։ Ուկրաինայի հոբ ուժերի աշխատանքի շնորհիվ 142 անօդաչու թռչող սարքեր չեն հասել իրենց նշանակետերին։ Ռուսական հարձակման հետևանքով տարբեր աստիճանի տուժել են Օդեսայի, Խարկովի, Սումիի, Դոնեցկի եւ Կիևի մարզերը։ Ամենաշատը տուժեց մեր սիրելի Օդեսան։ Օդեսա քաղաքում հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել, 2 մարդ զոհվել է, եւս 15-ը վիրավորվել։ Ուկրաինական կողմի ռազմական աշխատանքի արդյունքները, ինչպես միշտ մենք մանրամասն ներկայացնում ենք մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է։ Ուկրաինան շարունակում է թիրախավորել Ռուսաստանի ռազմական մեքենայի առանցքային օբյեկտները։ Հարվածների կադրերը հավանաբար արդեն տեսել եք մեր Telegram-յան ալիքում։ Ունենք մանրամասներ 3 գիշերվա հարձակման ենթարկված Ռուսաստանի ռազմավարական գործարանի մասով։ Եթե հիշում եք, Վլադիմիրի մարզում գտնվող Մուրում գործիքաշինական գործարանը 3 թիրախավորվել էր բարի դրոնների կողմից, գործարանը լրջորեն վնասվել է, ուկրաինական 8 դրոններ, որոնք անցել են ավելի քան 600 կիլոմետր եւ հաջողությամբ խոցել են ագրեսորի կարևոր ռազմական օբյեկտը,
Թշնամուն լուրջ վնասներ են պատճառել, արդյունքում ըստ աղբյուրների գործարանի պատրաստի արտադրանքի պահեստը, որտեղ պահվում էին հրազենի համար նախատեսված պարկուճները, ամբողջությամբ այրվել է։ Ավերվել է նաև մեկ գործարանին պատկանող շինություն, ևս 2 դրոնների կողմից հարված է հասցվել պայթուցիկների սինթեզի ցեխին, արհեստանոցին։ Այս պահին հայտնի չէ, թե որքան լուրջ է արհեստանոցի վնասները։ Ուկրաինան հետևողականորեն հարվածներ է հասցնում այն օբյեկտներին, որոնք աջակցում են ռազմական ագրեսիային։ Սա պատերազմի տրամաբանությունն է, կանգնեցնել նրանց, ովքեր ռմբակոծում են խաղաղ քաղաքները։ Անցնենք քաղաքական լուրերին։ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին այսպես կոչված ընդերքի մասին համաձայնագիրը։ Որոշ վերլուծաբաններ սա անվանում են դիվանագիտական հաղթանակ, կան նաեւ քննադատություններ, իսկ մենք ձեզ հետ միշտ սառնենք դատում եւ ոչ շատ ողջևորվում ենք, ոչ էլ անտեղի տխրում։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն եւ նրա ամերիկացի գործընկեր Սկոտ Բեսենթը ստորագրել են Ամերիկա-Ուկրաինա վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը։ Մեջբերեմ Միացյալ Նահանգների հետ համատեղ մենք ստեղծելու ենք Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամ, որը կներգրավի գլոբալ ներդրումներ մեր պետության համար, նշել է Սվիրիդենկոն։ Նա նաև ընդգծեց համաձայնագրի հիմնական դրույթները։ Հիմա հատ-հատ ձեզ կներկայացնեմ։ Բոլոր ռեսուրսների նկատմամբ սեփականությունն ու վերահսկողությունը մնում են Ուկրաինային, երկրի տարածքում եւ ջրային սահմաններում գտնվող բնական պաշարները պատկանում են Ուկրաինային, միայն ուկրաինական պետությունն է որոշում որտեղ եւ ինչ հանքեր շահագործել, բնական պաշարները մնում են ուկրաինական սեփականությունը, ինչը ամրագրվում է համաձայնագրով։ Հավասարազոր գործընկերություն Հիմնադրամը ձևավորվում է 50-50 սկզբունքով, այն կկիրառվի Ուկրաինայի եւ Ամերիկայի համատեղ ջանքերով առանց գերակշռող կողմի, սա արտացոլում է հավասարության եւ գործընկերության ոգին։ Եվս մեկ կետ ազգային սեփականությունը պաշտպանված է։ Համաձայնագիրը չի ենթադրում պետական ձեռնարկությունների մասնավորեցում կամ կառավարման փոփոխություն, Ուկրնավտայի եւ Էներգոատոմի նման ընկերությունները մնում են պետական։ Եվս մեկ կետ չկան պարտքային պարտավորություններ։ Համաձայնագիրը որևէ պարտք չի սահմանում Ուկրաինայի համար, այն ուղղված է երկկողմանի տնտեսական աճին, ներդրումների եւ համագործակցության միջոցով։ Եվս մեկ կետ սահմանադրության հետ համապատասխանության մասին, փաստաթուղթը համապատասխանում է սահմանադրությանը եւ չի շեղվում եվրոինտեգրման ուղուց։ Փաստաթուղթը համահունչ է ազգային օրենքներին եւ միջազգային պարտավորություններին։ Այն կարևոր ազդակ կլինի նաեւ այլ երկրների համար համագործակցելու Ուկրաինայի հետ երկարաժամկետ հիմունքներով։ Ֆոնդը կֆինանսավորվի բացառապես նոր լիցենզիաներից ստացված եկամուտներով, խոսքը վերաբերվում է նոր ծրագրերի եկամուտների 50%-ին հանքային նյութերի, նավթի եւ գազի ոլորտում։ Գործող նախագծերի եկամուտները չեն ներառվում հիմնադրամում։ Եվս մեկ կետ օրենսդրական փոփոխությունները կարվեն միայն նպատակային ձևով, անհրաժեշտ է միայն որոշակի փոփոխություն բյուջետային օրենսգրքում, իսկ համաձայնագիրը պետք է վավերացվի նաև Գերագույն Ռադայի կողմից։ Եվս մեկ կետ Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնեն նոր ներդրումների եւ տեխնոլոգիաների ներգրավմանը, հիմնադրամը կաջակցվի Ամերիկայի կառավարության կողմից DFC գործակալության միջոցով, այն կնպաստի ինչպես ներդրումներին, այնպես էլ նորարարական տեխնոլոգիաների ներմուծմանը։ Հիմնադրամը կունենա հարկային արտոնություններ, եկամուտներն ու մուտքերը հարկման չեն ենթարկվի ոչ Ամերիկայում, ոչ Ուկրաինայում, առավելագույն ներդրումային արդյունքի հասնելու նպատակով։ Սվիրիդենկոն նաև ավելացրեց, որ համաձայնագրով Ամերիկան կկատարի ներդրումային ավանդ հիմնադրամում կամ փողային տեսքով կամ նոր աջակցությամբ, օրինակ Ուկրաինայի համար հոբ համակարգերով, իսկ Ուկրաինան կներդնի նոր տարածքներում լիցենզաների ստացված ռենտայի հաշվին պետական բյուջեի եկամուտների 50%-ը։ Բացի դրանից, Ուկրաինան կարող է կատարել հավելյալ ավանդներ, եթե անհրաժեշտ համարի։ Այս համագործակցությունը նախատեսված է տասնամյակների համար։ Հիմնադրամը կուղղվի հանքարդյունահանման, նավթի եւ գազի նախագծերին, ինչպես նաեւ ենթակառուցվածքի կամ վերամշակման ոլորտներին։ Ամեն ներդրումային նախագիծ կհաստատվի Ուկրաինայի եւ Ամերիկայի կողմից համատեղ։ Ըստ նախնական պայմանների հիմնադրամի առաջին 10 տարվա եկամուտները չեն բաշխվի, այլ ամբողջությամբ կվերաներդրվեն Ուկրաինայի զարգացման եւ վերականգնման նախագծերում։ Սակայն այս պայմանները դեռ քննարկման փուլում են։
Ինչևէ, մենք մեր կողմից կշարունակենք հետևել այս համաձայնագրի ճակատագրին, սա դեռ պետք է անցնի ուկրաինական պարլամենտով, այնպես որ դեռ նորություններ վստահ եմ կլինեն, պարլամենտարները, դեպուտատները ինչպես միշտ կարող են ինչ-որ նոր բան ասել։ Այս ֆոնի վրա Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը իր երկրորդ ժամկետի սկզբից ի վեր առաջին անգամ համաձայնել է Ուկրաինային վաճառել առնվազն $50 միլիոն զենք։ Դե տեսնենք ինչպես կշարունակվի, չի ուզենա շատ երկարացնել այսօրվա եթերը, ձեզ լավ երեկո եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։